Լուծենք խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ։ Խնդիր 569-ա. Պահեստում կար 153 լիտր հյութ, երբ այն լցրին 5 լիտր տարողությամբ տուփերի մեջ, վերջին տուփն ամբողջությամբ չլցվեց։ Քանի տուփ լցվեց ամբողջությամբ։ Քանի լիտր հյութ լցվեց վերջին տուփի մեջ։ Հյութի ընդհանուր քանակը 153 լիտր է, և քանի որ հյութը լցվել է 5 լիտր տարողությամբ տուփերի մեջ, ուրեմն տուփերի քանակը գտնելու համար 153-ը պետք է բաժանենք 5 լիտրի։ Մենք գիտենք, որ 5-ի բաժանվում են առանց մնացորդի 0 և 5 թվանշաններով ավարտվող թվերը։ Եվ ինչպես տեսնում ենք, 153-ը ավարտվում է 3 թվանշանով և 5-ի կբաժանվի մնացորդով։ 15-ը բաժանենք 5-ի 3 անգամ, 3 անգամ 5 15, 3-ը իջեցնենք, 3-ը չի բաժանվում 5-ի, այստեղ 0 ավելացնենք, 3-ը մնացորդ է, ստացանք 30 և 3 մնացորդ։ Այստեղ 30-ը այն տուփերի քանակն է, որոնց մեջ հյութ լցվել է ամբողջությամբ, և վերջին տուփի մեջ, այսինքն 31-րդ տուփի մեջ լցվել է 3 լիտր հյութ։ Պատասխան. 30 տուփ և 3 լիտր։ Այսինքն 30 տուփ լցվել է ամբողջությամբ և վերջին տուփի մեջ լցվել է 3 լիտր հյութ։ Խնդիր 569-բ. Երբ վարպետը 150 մետր երկարությամբ լարը բաժանեց 4 մետր երկարությամբ հավասար մասերի, արդյունքում ավելացավ ևս մի կտոր լար։ Քանի մետր է ավելացած կտորի երկարությունը։ 150-ը պետք է բաժանենք 4-ի, որպեսզի իմանանք, թե 150 մետրի մեջ քանի 4 մետր կա։ Այսինքն այդ կան կլինի հավասար մասերը, մասերի քանակը այսինքն, և մնացորդում ինչ որ ունենանք, դա էլ կլինի ավելացած կտորի երկարությունը։ 150-ը բաժանենք 4-ի, 15-ը բաժանենք 4-ի 3 անգամ, 3 անգամ 4 12, 15-ից անենք 12, 3, 0-ն իջեցնենք, 30-ը բաժանենք 4-ի 7 անգամ, 7 անգամ 4 28, 30-ից անենք 28, 0-ից անենք 8 դուրս չի գալիս, պարտք ենք վերցնում, 10-ից անենք 8 2, և այստեղ մնացել է 2, 2-ից անենք 2 0, այսինքն ունենք 2 մնացորդ, որը հենց ավելացած կտորի երկարությունն է։ Իսկ 37-ը դա մասերի քանակն է։ Մեզանից պահանջվում էր միայն գտնել, թե քանի մետր է ավելացած կտորի երկարությունը։ Գրենք պատասխան, ավելացած կտորի երկարությունը 2 մետր է։ Խնդիր 570-ա. Այգեգործը 412 կգ խնձորը լցրեց միևնույն տարողությամբ 20 արկղերի մեջ։
Սակայն վերջին արկղը ամբողջությամբ չլցվեց։ Քանի կիլոգրամ խնձոր եղավ վերջին արկղում և քանի կիլոգրամ մյուսներից յուրաքանչյուրում։ 412 կիլոգրամ խնձորը այգեգործը լցրել է 20 արկղերի մեջ, սակայն վերջին արկղը ամբողջությամբ չի լցվել, նշանակում է ամբողջությամբ լցվել է 19 արկղը։ 20-ից անենք 1։ Քանի որ 19 արկղն է լցվել ամբողջությամբ, ուրեմն 412-ը բաժանենք 19-ի, որպեսզի իմանանք, թե այդ 19 արկղերում յուրաքանչյուրում քանի կիլոգրամ խնձոր է լցվել, քանի որ այդ արկղերը միևնույն տարողությամբ են։ 41-ը բաժանենք 19-ի, 2 անգամ 19 38, 41-ից անենք 38, 11-ից 8 անենք հավասար է 3, 3-ից անենք 3 0, 2-ը իջեցնենք, 32-ը բաժանենք 19-ի 1 անգամ, 32-ից անենք 19, հավասար է 13, այսինքն մնացորդում ունենք 13, 13-ը փոքր է 19-ից, մնացորդը միշտ փոքր է բաժանարարից, ունենք, որ յուրաքանչյուր արկղում 21 կիլոգրամ խնձոր է ամբողջությամբ լցվել, այսինքն յուրաքանչյուր 19 արկղից յուրաքանչյուրում 21 կիլոգրամ խնձոր է լցվել, քանի որ արկղերը միևնույն տարողությամբ են, և մնացել է վերջին արկղում լցված խնձորի քանակը, այստեղ որպես մնացորդ 13 կիլոգրամ է։ Ուրեմն բոլոր 19 այդ 19 արկղերից յուրաքանչյուրում լցվել է 21 կիլոգրամ և վերջին արկղում լցվել է 13 կիլոգրամ խնձոր, ընդամենը 20 արկղեր։ Պատասխան 21 կիլոգրամ 19 արկղերում յուրաքանչյուրում և 13 կիլոգրամ վերջին արկղում։ Խնդիր 571։ Երբ վարպետը մեկ փաթեթ լարը բաժանեց 3 մետր երկարությամբ 18 մասի, 2 մետր լար ավելացավ, որքան էր ամբողջ լարի երկարությունը։ Քանի որ լարը բաժանվել է 3 մետր երկարությամբ 18 մասի, ընդամենը այդ մասերի երկարությունը կլինի 3 անգամ 18, հավասար է 54 մետր։ Երկու մետր լար ավելացել է, 54-ին գումարենք 2, հավասար է 56 մետր։ Ուրեմն ամբողջ լարի երկարությունը 56 մետր է։